Եվ ապա տեսա, որ բացվեց վկայության խորանի տաճարը, որ երկնքում էր։ Բացվեց տաճար, այսինքն Մովսեսի խորանի նախատիպը։ Չէ որ Մովսեսին ասվել էր. կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա։ Քանզի Մովսեսին տեսիլքում ցույց տրվեց երկնային տաճարը, որի նմանությամբ էլ նա կերտեց խորանը, որ անվանվում է վկայության խորան։ Այդպես էլ Սուրբ Ստեփանոսն ասաց. անապատում մեր հայրերի հետ էր վկայության խորանը։ Այսպես էր կոչվում ուխտի և վկայության տապանակը, որ գտնվում էր Սրբություն Սրբոցում, որտեղ էլ պահվում էին օրենքի տախտակները։ Եվ տաճարից ելնում էին 7 հրեշտակներ, որոնք ունեին 7 պատուհասները։ Նրանք հագել էին մաքուր և փայլուն կտավ, և իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկե գոտիներ։ Վերին Սիոնի մանուկներն են, դրա համար էլ ելնում էին տաճարից։ Մաքուր և փայլուն կտավը խորհրդանշում է նրանց երանական փառքը։ Իսկ կրծքի շուրջը կապած ոսկե գոտին ցույց է տալիս նրանց նմանությունը Քրիստոսին, քանի որ նախ նրա նման ենք լինելու և մենք և նրանք։ Երկրորդ, քանի որ Վերին Սիոնի դուստրերն են զարդարված լանջակեղ կամարով։ Երրորդ, իրենց կրծքի շուրջն են կապել գոտին, որովհետև պիտի ելնեն հարվածելու աշխարհին, և հարկ է, որ ունենան սրտի պնդություն, ինչին նպաստում է կրծքի շուրջը կապված գոտին, չէ որ կուրծքը գթության աթոռն է։ Այսպես թագավորների զորքերը պետք է իրենց կրծքի շուրջը գոտի կապեն, որ մաքուր արդարությամբ հարձակվեն հարվածելու թշնամիներին։ Եվ 4 կենդանիների կողմից 7 հրեշտակներին տրվեցին 7 սկավառակներ, լի Հավիտյանս հավիտենից կենդանի Աստծու ցասմամբ։ Սկավառակներ, այսինքն բաժակներ, լի Աստծո ցասման արդարությամբ, քանզի Աստծո ցասման արդարությունն է։ Սկավառակով է տալիս, որ ընդունողներին ծանր չթվա, քանի որ ամեն մեկին հենց իրենն է տրվելու, և Աստծու ձեռքից ապա իբրև պարգև են ընդունելու։ Քրիստոս սրա համար հանդիմանեց Պետրոսին. այն բաժակը, որ հայրն է տվել ինձ, չպիտի խմեմ։ Եվ հայելներ կաթ բաժակով խմեցրեց Սիսարային, թմրեցրեց և սպանեց նրան։ Բաժակները լի են բալասաններով և աստվածային դատաստանի գինիով, իսկ մատրվակները հրեշտակներն են։ Աստված սկավառակով ոմանց գինի է բաշխում, ոմանց օշարակ, քանզի վրեժը կամ հատուցումը պատվական բան է։ Օրինակ, մեծահամբավ իշխանավորները հաճախ թույնը դավաճանաբար են տալիս, իսկ Աստված բացահայտ է մատուցում բաժակը։ Եվ տաճարը լցվեց Աստծու փառքի և նրա զորության ծխով, և ոչ ոք չէր կարող մտնել տաճար, մինչև ավարտվեցին 7 հրեշտակների 7 պատուհասները։ Այսպես նաև Եսայի մարգարեն է ասում. «Սերոբենների ձայնից տռան բարավորը վեր բարձրացավ և տունը ծխով լցվեց, երբ դատավորը սարսափելի վճիռ է կայացնում, բոլորն ահաբեկվում, համաձայնվում և փառավորում են նրան»։ Ծուխն այս խորհրդանշում է երկնայինների փառաբանությունը։ Այդ պատճառով է ասում Աստծու փառքի ծխով։ Նախ այս փառաբանությունը հնչեց, երբ Աստծու հրամանով 4 կենդանիները փոխանցեցին սկավառակները։ Երկրորդ, ցույց է տալիս Աստծու սաստիկ բարկությունը, ինչպես Եսայու միջոցով է ասում. դա ծուխն է իմ բարկության, որի մեջ ամեն օր բորբոքվում է կրակը։ Պարզ է, որ սա է իմաստը, քանի որ շարունակության մեջ ասում է. «Եվ ոչ ոք չէր կարող մտնել տաճար, մինչև ավարտվեցին 7 պատուհասները»։ Այսինքն Աստծու մեծ բարկության պատճառով ոչ ոք չէր կարող բարեխոսել։ Դրա համար էլ կոչվում է բաժակ լի Աստծու ցասումով և ավելացնում Հավիտյանս հավիտենից, քանի որ ոչ մեկի միջնորդությամբ կամ բարեխոսությամբ չի մեղմանալու, մինչև ավարտվեն 7 հարվածները։ Ոմանց մեկնությամբ ոչ ոք չի կարող մտնել տաճար, նշանակում է, թե ոչ ոք չի կարող տեղեկանալ հարվածների պատճառներին, մինչև չավարտվի դատաստանը, որից հետո կմտնեն տաճար, այսինքն կիմանան պատճառները ըստ այս խոսքի, բայց հասկացա, որ սա ևս դժվար է ինձ համար, մինչև մտնեմ Աստծու սրբարանը և իմանամ նրանց վախճանը։ Այսինքն մինչև մտնեմ Աստծու դատաստանի խորության մեջ և ըմբռնեմ այն։ Դարձյալ 7 հարվածների մեծ աղմուկը ամբարիշտների այրվելն ու նրանց ողբն է, որ բարձրանալու է մինչև երկինք ի փառս Աստծո,
քանի որ արդար պատժով ողջագիզված Աստծո զոհերի ծուխն է։ Այսպես է ասում Աստված, իսկ ես պիտի փառավորվեմ փարավոնի ու նրա ամբողջ զորքի առաջ։ Ահա սա է Աստծո փառքի ծուխը, որ լցնում է նրա իսկ տաճարը։ Եվ պատճառը այն է, որ դատապարտյալների ծուխը պիտի ելնի հավիտյանս հավիտենից, որպեսզի միշտ փառավորվի Աստված։